Դավ, երեք որ խոսում էինք պապայից հետ, քո ժառանգության հետ կապված։ Չեմ ուզի, որ վիճես հետը։ Ոնց որ թե մոռացել ես, հա, հորս հետ հանդիպմանդ մասին։ Չես հիշում ինչ վիճակում էիր։ Իմ ու իրա հարաբերությունները մեկ այլ բան է, քոն ու իրանը ուրիշ։ Համեն մեկը հետո ամեն ինչ քեզ է մնալու։ Նախ ինձ իր ունեցվածքը պետք չի, իմն է պետք։ Եվ երկրորդ հարցը փողը չի։ Հարցը իր արածն է։ Այսքան ժամանակ ինչ թուղթ դրել է դիմացս, ես առանց սավել պակաս մտածելու ու ստորագրել եմ։ Ես, որ այդքան զգուշավոր մարդ եմ, բայց ինչ իմանայի, որ ամենաստոր քայլը հայրս կանի։ Դե ամեն դեպքում դավ հայրդ է։ Ինքն է քեզ կյանք տվել, որի համար ես իրեն գիտես ինչքան շնորհակալ եմ։ Երևի վախեցել է Իզաբելը, որ Սրապյանն կհոգնի իրենից ու երիտասարդ մեկին կգտնի։ Ես էլ եմ այդպես կարծում։ Բայց շատ տարօրինակ է, գիտես։ Սրապյանը տղա ուներ, Դե ըստ երևույթին որոշել է արհեստական բեղմնավորման դիմի։ Եվ դա որոշել է անել Վրաստանում։ Դե այդպես երևի ավելի լավ է, չէ՞ գաղտնիքը կարողանալու պահել։ Իր բնակության վայրից հեռու։ Իսկ այդ Նինոն Նինոն պատրաստ է գա ու վկայություն տա, չնայած ասեց, եթե անունը ստակ հաստատ կհիշի։ ում մտքով կանցներ, որ Սրապյանը չի Իզաբելի աղջկա կենսաբանական հայրը։ Դրա մասին իմացել են միայն ինքն ու մայրը։ Դե մայրը մահացել է, մնաց միայն ինքը։ Նինոն ու այն բժիշկը, որ ասցիր մահացել է։ Հետաքրքիր է Սրապյանը ինչ կանի, երբ իմանա դրա մասին։ Դե ամեն դեպքում դուրը չի գա։ Այ, խեղճ Իզաբել, մի տեսակ գիտես, այն չի մարդուն գնալու նման թեմայով շանտաժի ենթարկել։ Տիկին Սաթեն, եթե ուզում եք, կարող եմ ես հանդիպել հետը։ Պատկերացնում ես, իրանք 2 ամիս էլ չկա ինչ ծանոթացել են ու արդեն ամուսնացան։ Ու այդ մասին Անահիսն ու Արամը մեզ ոչ մի բան չեն ասել։ Դե լավ ընտանեկան հարցեր են, խի պիտի ասեն։ Ինչի՞։ Ես համարյա ընտանիքից եմ Անահիս հենց, ամբողջ օրը իրենց տանն եմ։ Լավ էլի Վիկ, ինչ թեմա ես բացել։ Ես Արամից խաբար չունեմ, զանգում չի պատասխանում, այսօր դաս ենք ու շատ կարևոր դաս կա մեր մոտ։ Կուզես Անահիսին հարցնեմ։ Բայց Անահիսը ինչ պիտի իմանա։ Ես այդ մուզմուզներից արդեն ամեն ինչ սպասում եմ։ Հն, բան ա եղել։ Ձեն չես հանում, մենակ մտածում ես։ Դո չէ ինչ պիտի լինի։ Բայց ուղղակի լավ չի, որ Արամը չի գալիս այսօր դասի։ Դե լավ լեկցիա չի։ Աղջիկները չեն գրում, մեկից կվերցնի կարտագրի էլի։ Հաստատ բան չի եղել ուրիշ։ Չէ ինչ պիտի լինի։ Լավ կարևոր չի։ Հեսա զանգը տալիս արի գնացինք։ Հեռախոսի բան չի, պիտի հանդիպենք։ Իսկ ինչի համար պիտի հանդիպենք շտապա։ Իմ համար հա։ Տեղ ասա որտեղ է քեզ հարմար հանդիպենք։ Ես մի քիչ զբաղված եմ։ Մի ժամից կարող ենք։ Հա, կարանք։ Տեղն ասա կամ էլ ես տեղը կուղարկեմ։ Մի ժամից։ Դե մաքսիմում ժամ ու կես։ Լավ։ Եղավ Արամ ջան։ Այսօր բոլորը ուզում են ինձ շտապ տեսնեն։ Եթե քո դեպքում գիտեմ ինչի համար ես կանչել, Արամի դեպքում գաղափար չունեմ։ Արամ ով է, Լուսեի եղբայրը։ Լավ էլ հիշում ես։ Դժվար կարողանամ մոռանալ, հատկապես որ քույրը սիրահարվել է իրեն։ Հետ ինքն է ասել։ Դժվարությամբ, բայց խոստովանել է համ։ Կինդ չէր ասել քեզ ոչինչ։ Չէ, ուղղակի գիտեմ, որ մեր տանն են եղել։ Լավ, Իզաբել, կանչել ես չէի կարող չգալ, բայց… Արի սուրճ խմենք, համ էլ կխոսենք, լավ։
Դե տհաճ է իհարկե, բայց ես կփորձեմ։ Գիտես ինչ, Լևոն, ես հետը խոսեմ, եթե արդյունք չտվեց, այդ ժամանակ դու արդեն կհանդիպես կխոսես որպես օրենքի մարդ։ Չնայած չեմ կարծում, որ այդ իրան տենց վախեցնի։ Դե կասեմ, որ հորս գործը վերաբացել ենք ու նոր փաստեր են իհետ եկել։ Ես էլ պետք է հարցաքննության կանչեմ համ Սրապյաններին, համ Մելիքյաններին ու համ էլ իրեն։ Ինքը այդ ամբողջ ընթացքում կլինիկայի հսկողության տակ է եղել։ Օրը մեջ գնացել եկել է ու հարցաքննության ժամանակ հաստատ չի կարող այդ փաստը թաքցնել։ Լավ, Լևոն ջան, դե հանդիպեմ խոսեմ հասկանանք էլի։ Իսկ երբ եք պատրաստվում հանդիպել։ Դե տուն չեմ գնալու բնականաբար։ Ավելի շուտ առավոտյան կգնամ այդ իրա ֆիթնեսի հետ։ Փողոցի հետ տարածքում, չգիտեմ, տեղ միտեղ կսպասեմ, կհանդիպեմ, էլի կխոսեմ։ Շատ լավ։ Այդ դեպքում առավոտյան կգամ ձեր հետևից։ Ես ամեն ինչ հասկանում եմ, բայց հիմա ինչ։ Ամեն օր պիտի նստես ու լաց լինես այստեղ։ Ախր ինձ էլ հասկացիր, ինձ համար էլ հեշտ չի։ Առաջ գոնե գերեզմաններ էին գնում։ Ես չեմ կարող գալ։ Ես գալ չեմ կարող։ Դու գնա, խնդիր չկա։ Եթե դա քեզ հանգստություն կբերի, ոչ մի խնդիր չկա, գնա։ Միայն խնդրում եմ, լացիդ վերջը տուր էլի։ Լացը լաց ապերում, չի, աղ, լավ էլի, Մարիամ, լավ էլի։ Էլի մտահոգ ես։ Ինչքան էլ ասում ես բան չկա, մեկը զգացվում է որ կա։ Դե չեմ խափի, էլի նույնն է, բայց որ իրար հետ ենք լինում, կապ չունի գործնական, թե ուղղակի քայլում ենք։ Ամեն ինչ ավելի հեշտ է։ Չես խափում։ Չէ, չեմ խափում, իրոք ամեն ինչ ավելի հեշտ է։ Այդքանը ու վերջ։ Ինչ-որ բան ինչ ասեցի։ Չէ, նորմալ է։ Կարող է էլի վերցնենք ու նոր գնանք տուն։ Այնտեղ խանութ կա, արի գնանք միանգամից կառնենք ու գնանք տուն։ Ես իհարկե հասկանում եմ, որ ես եմ քեզ հուշել այդ պայմանագրի հետ կապված, բայց հավատամ մտքովս անգամ չէր կարող անցնել, որ տենց կարել լիներ։ Հա, բայց ես էլ չեմ կարող չէ ձևացնել իբր ոչ մի բան չի եղել։ Պետք էլ չի։ Բայց ես չգիտեմ դու տեղյակ ես թե չէ, բայց այդ մեր վերջին գումարներն էր, որը ներդրվել է շինարարության մեջ։ Այս տան համար էլ դեռ ամբողջը վճարված չի։ Մի քանի օր առաջ հայրդ սկսեց խոսել իմ Թիֆլիսի տան մասին, որը ինձ իմ ծնողներից էր մնացել ու որը պիտի ժառանգությամբ հասներ Անայիսին։ Հետ չեմ ուզում իրականում այդ տանը կպնել, որտեղ դա միակ հիշատակն է իմ ծնողներից։ Իզաբել, հավատա։ Գիտես, եթե քեզ իհարկե հարմար է, եթե հնարավոր է, ես քեզ ուզում էի խնդրել, որ այդ գումարը ինքը քեզ մաս-մաս տա։ Իհարկե, եթե հարմար է։ Եթե չէ, ոչինչ դե, ինչ հարած։ Աստված մեծ է։ Մի բան կանենք։ Հա, մեկ էլ ոնց հասկացա պիտի այսօր Լուսեի եղբորը տեսնես։ Խնդրում եմ, էլի, մի լավ տնտղի։ Քույրդ ինչքան էլ չասի, միևնույն է շատ սիրահարված է։ Կուզեի իմանալ ինչ է Արամի ուղեղում։ Ի վերջո մեծ եղբայրն ես, չէ՞։ Եղավ, անպայման։ Ապեր դե 1000 անգամ ասեցի, դասի եմ, վերջացնեմ կգամ, չփախ այդ փողոտ կբերեմ կտամ։ Հա հիմա չեմ կարող, հիմա դասի եմ, վերջացնեմ կգամ մի անգամից։ Լավ։ Դե պատասխանի էլի բիձա լավ էլի։
Անայիսն էլ տեղյակ չի Արամից։ Անայից չգալու մասով բան է ասել քեզ Արամը։ Ընդհակառակը, ասես որ այսօր շատ կարևոր դաս ունի։ Դե բրծավ այդ կարևոր դասը։ Երեխեք, Արամը խոսքեր տվել, որ այսօր բոլորով ենք տեղ գնալու։ Ուրեմն հաստատ կգա։ Անայիս, կարող է զանգես քրոջը։ Որ ինչ։ Դե ես իմ կարող եմ իմանալ ուր է Արամը։ Քուրը առանձին է ապրում, դժվար իմանա։ Հա բայց Լավ երեխեք, սպասեք։ Եթե չգա, ես կգնամ իրանց տուն։ Եկեք բարձրանանք, մի քանի հատ դաս կա հələ։ Եկեք։ Ես իմ աչքով եմ տեսել։ Չես կար ասես, որ այդպես բան չկա։ Բան չունես ասելու։ Ընդամենը այն կասեմ, որ Օլյան իմ նախկին ընկերուհին է եղել։ Ումից ես բաժանվել եմ Լուսեի հետ ամուսնանալուց առաջ։ Իսկ սա ընդամենը գործնական հանդիպում էր, խոսելու բան կար։ Որ գործնական հանդիպումներ ինչի էիր գրկել։ Չհասկացա, կարողա քեզնից պիտի թույլատվություն հարցնել։ Այսինքն Հանգիստ։ Ես իզուր սենց արեցի։ Քեզ չպետք է զանգեի։ Պետք է գնայի, Լուսեի ձեռքից վերցնեի ու տանեի մեր տուն։ Չնայած հիմա լույս չի։ Հենց տենց էլ կանեմ։ Մի վազի իզուր։ Լուսեն քո հետ ոչ մի տեղ էլ չի գա։ Էն էլ ոնց կգա։ Չի գա։ Լսի, ես հասկանում եմ, որ դու ինձ այդքան էլ չես սիրում։ Ու դու կուզեիր, որ Լուսեն այդ տղայի հետ ամուսնանար։ Բայց դե կյանքա սենց էլ է ստացվում։ Ու ավելի լավա դու էլ հաշտվես այդ մտքի հետ։ Հաշտվեմ։ Այն մտքի հետ, որ քրոջս ամուսինը ուրիշ կին էլ ունի։ Օլյան իմ կինը չի, նորից եմ կրկնում։ Օլյան իմ նախկին ընկերուհին է։ Քանի անգամ պիտի ասեմ։ Իսկ Լուսեն գիտի դրա մասին։ Չէ, չգիտի։ Բայց եթե ուզում ես գնանք մեր տուն, ես Լուսեին ամեն ինչ պատմեմ, ու դու քո աչքերով կտեսնես, որ ինքը միևնույնն է, քեզ հետ ոչ մի տեղ չի գա։ Հա, արի գնացինք։ Հա, կգնանք, սպասի։ Մի բան էլ կա։ Իսկ դու դրանից հետո կկարողանաս Լուսեի աչքերի մեջ նայել։ Շփվել հետը։ Մտածի ասածներիս մասին։ Ու եթե կորոշես, որ ամեն դեպքում ճիշտը պատմելն է, զանգի արի, խնդիր չկա։ Իսկ Օլյան իմ նախկին ընկերուհին է, ումից ես բաժանվել եմ Լուսեին տեսնելուց եւ սիրահարվելուց հետո։ Մտածի։ Արեք, իսկ եթե դու մի օր ինձանից օգնես։ Լուսը ինչ ես խոսում։ Ես քեզնից կյանքում չեմ օգնում։ Իսկ կարողա դու ինձնից օգնես։ Չէ, Արեք, ինչ օգնել։ Ուղղակի մտածում եմ, որ ասենք հանկարծ եթե մի օր չհամուսանանք կմոռանաս ինձ։ Ես չեմ հասկանում, ինչ հիմար մտքեր են քո մոտ այսօր եկել։ Չգիտեմ, առավոտից եկել չեն գնում։ Արեք, բայց լուրջ կմոռանաս։ Լուսը չէ, իհարկե չեմ մոռանա։ Ես քեզ կյանքում չեմ մոռանա, լսում ես։ Ու եթե ասենք աշխարհի ծայրներ լինեն, քեզ կանչեմ կգաս։ Հա, կգամ։
Չէ, իզուր եք հույսեր կապում տիկին Սաթեն։ Արեգի իմ հանդեպ ոչ մի զգացմունք չունի։ Մենք ուղղակի լավ ընկերներ ենք։ Իմ հետ հեշտ է շփվելը ու ավելի հեշտ աշխատելը։ Իսկ ինչ ես դու տենց որոշել։ Ես չեմ որոշել։ Իսկ ով է որոշել։ Ես եմ որոշել։ Արեգն է ասել։ Իսկ այդ երբ է ասել։ Այսօր։ Իսկ կարող է ինքը լրիվ ուրիշ բան նկատի ուներ։ Ես գնամ էլի։ Ոնց գնաս։ Արեգը կգա, կճաշի, կգնաս։ Չէ, չեմ ուզում, կներեք ինձ, ավելի լավ է ես գնամ։ Մի րոպե։ Ես հասկանում եմ, որ ես մեղավոր եմ։ Որովհետև ժամանակ է պետք, քեզ է պետք, Արեգին է պետք։ Իսկ ես ինչ-որ շտապում եմ, ուզում եմ ամեն ինչ կարգավորեմ, իրականում դուրս է գալիս, որ հակառակն եմ անում, փչացրեցի ամեն ինչ։ Չէ, ոչ մի բան էլ չեք փչացրել, հանգիստ եղեք։ Չէ, բայց ես տանը ճաշ ունեմ, մի անհանգստացեք։ Սարդ, ես աշխանին ոնց թողոցիր առանց հազուտել գնա։ Անտրամադիր է։ Այ, չուզեց։ Կարող է ինչ-որ բան է եղել։ Չէ, բան չի եղել, ամեն ինչ նորմալ է։ Արեգ, մի բան եմ ուզում քեզ հարցնեմ, ուղղակի դու ինձ ճիշտն ասա։ Սարդ։ Հասկացանք, դու երբեք չես ստում, բայց ասենք կարող է չես ուզում պատասխանել։ Ասա ու։ Դու Աշխենին ոնց ես վերաբերում, ինչ ես մտածում իր մասին։ Կներես։ Ով ա որ։ Ինչ է եղել։ Հետո կխոսանք։ Արեգ։ Լուսե։ Ja, տղես նոնեջկա սուրճ։ Չէ, բան պետք չի։ Եկել եմ խոսենք։ Լավ, դե արի։ Նոնեջկա մարդ չթողնես։ Շատ լավ բան ես։ Արի տղես արի։ Ես մի տարբերակ ունեմ։ Եթե քեզ ձեռնտու կլինի, կարանք մեր հարցերը այդպես լուծենք։ Ja, դե ասա տենում ասա։ Մնացած բաժնեմասերը քո անունով է, չէ՞։ Հա։ Դու դրանք տալիս ես ինձ, ես պարտքի մասին մոռանում եմ։ Որոշել ես հերս անից ես, հա։ Կարող ես կեսը տալ, մնացածն էլ մաս-մաս։ Բայց պիտի թուղթ ստորագրես գումարի չափով, ժամկետներով, ուշացման դեպքում ու գանքով։ Փաստորեն աչքդ քրոջդ բաժնին է։ Ախր տղա ջան հասկացի։ Չի կարելի դից ագահ լինել։ Գոնե մի էսքան հորդ քաշի իրել։ Չի կարելի դա ու։ Ժամանակին երբ փող չունեիր, կարգին նորմալ տղա էիր։ Իսկ հիմա հենց փողը լսվեց գրպանդ, ես կորցրեցիր։ Իմ տարբերակը սա է, մտածի։ Բայց եղել է, որ այսքան երկար չպատասխանի զանգերին։ Չէ, էսի առաջին անգամն է։ Ես էլ անհանգստացա։ Անհանգստանալու բան չկա, Արամը հանգիստ տղա է, իրան բան չի լինի։
Իսում է երևի պապայի հետ կապված գործերով է զբաղված։ Հեսա ես ձեզ կճանապարհեմ ու կգնամ իրանց տուն, տնամ ինչ ա եղել։ Հա երեխեք ինչ կասեք։ Չէ, արի դու գնա, մեզ մի ճանապարհի, մենք կգնանք։ Գնա ավելավը Արամենց տուն, տես ինչ են անում։ Մեզ կզանգես, չէ։ Հա, անպայման։ Բայց հաստատ երեխեք։ Հա, հաստատ։ Լավ դե։ Պակա Անահիտ։ Պակա։ Կարող է ամեն դեպքում զանգես քրոջը։ Վիկա արդեն ասեցի, չէ։ Այդ աղջիկը կան հանգստանա, ավելավը Արթուրը գնա, տեսնի ինչա կատարվում այնտեղ։ Իրա մաման ավելավ կիմանա։ Լավ, դու գիտես։ Քո ընկերն է։ Չէ, նորմալ է ամեն ինչ։ Բայց տեսքդ մի տեսակ է։ Չէ, տունը շատ լավն է։ Այդ մարդիկ էլ են շատ լավը։ Դե գործն էլ եղավ, էլ մտածելու բան չունեմ։ Հորիցը ձենձուն կա։ Չէ, չի զանգել։ Բայց դե դու գիտես, չի կարա զանգի, միջև իր գործերը չկարգավորի։ Բայց տեսքդ շատ մի տեսակ է։ Վարուշ պապ, Հա։ ոնց որ սիրահարվել եմ։ Իա, դե ինչ լավ բան ասեցիր։ Բայց սիրահարված մարդը սենց կտխրի։ Հա։ Որ դիմացինդ քեզ չի սիրահարվել, էլ դրա լավ բանը ո՞րն է։ Հիմա ոնց ենք անում, ասա։ Ստեղ փորձենք բռնենք։ Ցնդեցիր, քաղաքի կենտրոնում օրը ցերեկով կգնանք հետևից, ոնց լինի տուն կգնա։ Կիմանանք տանտեղը, մնացածը գիշերով։ Դե ոնց կասես։ Այնա ոնց որ հաջող են անում իրար։ Աչքից տաքսի է կանչում։ Այսինքն չեմ հասկանում, ոնց թե Արամը դասի չի եղել։ Չէ, եկել է, ոնց չի եկել։ Բա որ եկել է, ոնց իրար չեք տեսել։ Մի րոպե ես զանգեմ։ Մի րոպե, ծոց Մարիամ, ես չեմ գնացել դասի։ Մի քիչ ինձ վատ է զգում, դրա համար չգնացի առավոտը։ Հետո միջև գնացի, արդեն վերջացրել էին դասերը։ Ես էլ մտածեցի գամ ձեր տուն, համ Արամին տեսնեմ, համ էլ հասկանամ ինչ դաս ենք այսօր անցել։ Դե որ եկել ես արի նստի, ինչ։ Չէ, լավ, ես գնամ էլի գործեր ունեմ։ Մի խոսքով ես Արամին կզանգեմ, իր հետ կհասկանամ։ Ես չգիտեմ ինչի գրեցի։ Երևի ուղղակի ուզում էի տեսնել քեզ։ Կներես, երևի չպետք է գրեի, ես գնամ։ Լուսա, սպասի։ Դու ո՞նց ես։ Նորմալ, իսկ դու։
Դե ես էլ նորմալ։ Բայց դու Չէ, հավատա ոչ մի բան չկարեք, ես ուղղակի չգիտեմ ինչի գրեցի։ Ես գնամ, հա։ Մի րոպե, ինչ հասել Դավան։ Քեզ էլ թվաց որ սխալ ես լսել։ Ես էլ իրանից չէի սպասում, ուրեմն տես։ Կամ իմ բաժնեմասերը ամբողջությամբ անցնում է իրան, կամ բաժնեմասից կեսն ավերցնում, իսկ մնացածը մաս-մաս էլի տալիս եմ իրան, բայց նշված ժամկետներում։ Վատախորժակ չունի, լրիվ քո տղեն է, գիտես։ Լավ է, Իզաբել։ Ես իմ քրոջը չեմ թալանել։ Որովհետև սիրելիս դու քույր չունես։ Լավ, հիմա քեզ որ տարբերակն է ձեռ տալիս։ Ձեռ ես առնում, ոչ մի տարբերակն է ձեռ չի տալիս։ Բա, ինչ պիտի անես։ Այ, Իզաբել, լսիս, ինձ իսկապես չի կարելի կատկացնել։ Հələ դες ես խոնար, հեզ գնացի, խնդրեցի, իսկ ինքը համը հանեց ու կատկացրեց։ Լավ, ասենք թե կատաղացրեց, հետո։ Այդ բանա մտքովս անցել։ Մի քիչ սպասենք, հələ դες ես այդ լակոտին ինչ օրն եմ գցելու։ Լրիվ ցնդել է, եկել է սատանի մայելում քանդերբազություն անում շալլակոտը։ Արդեն սկսում եմ ճանաչել ամուսնուս, թե չէ ինչ էր այդ վերջին երկու օրը քո վիճակը։ Դա-դա-դա-դամ, դամ-դա-դա-դամ, կարոտել եմ քեզանի։
Ոնց էի ես քեզ կարոտել։ Բա ես Բա ինչ չէի գալիս։ դե գա ինչ ասեի սատ։ Ես այ կարինց գրկեցիր, վատա։ Շատ լավ է։ Բեր քեզ կերակրեմ, դասից ես չէ գալիս։ Չէ, սատ, այսօր դասի չեմ գնացել, բայց ախորժակել չունեմ։ Ինչի՞։ Ինչ չես գնացել, ինչ ա եղել։ Արի խոսենք, քանի Արեգը չի եկել, էլի։ Արեգը։ Հա, Արեգը գա չեմ կարող խոսեմ։ Դե խոսի, լսում եմ։ Չգիտեմ էլ ախր որտեղից սկսեմ։ Սկզբից սկսի։ Ուրեմն Հա, հետևից եկա։ Չէ, ծյոմը փողոցի վրա է, երկուսով գային կբռնվեինք փոքր թաղա։ Հուսով եմ կորցրել ես հեռախոսդ, որովհետև զանգում եմ չես պատասխանում։ Հա, մամ։ Չէ, տան եմ։ Նոր եմ մտել, մամ։ Իսկ Աշխենի հետ ո՞նց է, լեզու գտնում եք։ Ինքը շատ լավ աղջիկ է։ Իր հետ հեշտ է։ Բարև, բարև Իզաբել ջան։ Բարև ձեզ։